Ասում էի թաքուն վախենալով խոսում էի, ասում էի, ասում էի, մի ասեք, դες բան չկա։ Հիմա սա աշխարհը խոսում է, ես չխոսամ։ Որը։ Շնորհակալություն, ժամանակը ավարտվել է։ Որը։ Չստիպեք, 37 թիվն է, հա։ Չստիպեք, ես դա անեմ, շնորհակալություն։ Անվտանգության խնդիրների հետ կապված։ Վարչապետը վերջերս մի քանի օր առաջ հայտարարեց, որ սահմանների ճշգրտման համազատման գործընթացի արդյունքում հետ ենք բերելու Արցախաշենը եւ մեր այսպես կոչված հողերը, որոնք այսօր գտնվում են ադրբեջանցիների զինված ուժերի վերահսկողության տակ։ Եթե մի քիչ ուրիշ ձևով ձևակերպենք, ապա դա նշանակում է, որ մենք Ադրբեջանին տարվենք Տիգրանաշենը։ Ես Տիգրանաշենի մասին խոսեմ, որովհետև այս շրջանում եմ մեծացել եւ ավելի լավ եմ պատկերացնում, մյուս անկլավների հետ կապված լավ պատկերացումներ չունեմ։ Խաղաղության ձգտող մեր հարևանը չի ձգտում խաղաղության մեր մոդելով խաղաղության։ Խաղաղության մեր մոդելը հարևանություն, բարիդրացիական հարաբերություններ, հարաբերությունների զարգացում, եթե հնարավոր է մինչև բարեկամություն։ Իրաց մոդելը ուրիշ է։ Իրաց մոդելը հայոց պետականության վերացումն է։ Եթե այդպես չի, Տիգրանաշենը իրանց ինչին է պետք։ Տիգրանաշենը իրանց ինչին է պետք։ Իրանց պետք չի ըստ էության, բացի ռազմավարական նպատակներով։ Որովհետև ինքը գտնվում է մեր հողի մեջ եւ հետեւաբար այդ մենակ ու մենակ մի նպատակով կարելի է օգտագործել։ Հա, բայց դժվար խնդիր է էսի, շատ դժվար խնդիր է։ Առավել եւս, եթե կան իրավական հիմքեր, որ Տիգրանաշենը պատկանել է Ադրբեջանին։ Եթե այդ իրավական հիմքերը կան, եթե չկան, ուրեմն պետք է հարցորակարգից հանվի։ Իսկ եթե կան, ես նորից եմ ասում, դա դժվար է կառավարել, որովհետև իրապես ոնց կարաս ասես, չէ։ Պետք է ասես, հա, շատ դժվար է։ Ստեղ ես հիմա սարսափելի միտք կասեմ այս իմաստով։ Եթե մենք չկարողանանք, եթե կառավարությունը չկարողանա բանակցությունների ընթացքում հասնի այն բանին, որ Տիգրանաշենը մնա Հայաստանին, պայմանական եմ ասում, Արցախաշենը մնա Ադրբեջանին, հաշվի առնելով հանրաքվեները, բոլոր տեսակի սահմանադրության պահպանումը եւ այլ։ Ապա մենք պետք է ուրիշ բան անենք, որովհետեւ ես վստահ եմ, որ այդ քայլերից հետո, անկլավների այդ փոխանակումից հետո առաջ է գալու փախստականների վերադարձի խնդիրը Ադրբեջանից Հայաստան եւ շատ դժվար կլինի մեր պետության ղեկավարներին նստել եվրոպական լիդերների մոտ ու Ալիևի ներկայությամբ ասել, որ այդ խնդիրը այսպես կոչված չի կարելի այսօր լուծել, դեպի ժամանակի ընթացքում, հետագայում, որովհետև եվրոպական լիդերների աչքերը կկլորանան, կասեն ոչ թե չեք ուզում, որ մարդիկ վերադառնան իրենց տները ապրել, շատ դժվար է լինելու։ Եվ ընդհանրապես, երբ որ հեղեղ է լինում, դժվար է հեղեղի դեմը լապատկաներով կամ ինչ-որ ձևերով առնել, հող լցնել հեղեղի դեմը փակել, որ վնաս չտա։ Պետք է վազես մի 3-4 կիլոմետր ներքև, փորձես փորել ջրանցներ կամ ջրանցք եւ ջրին խնդրես, որ լցվի այդ ջրանցքի մեջ ու գնա այնպիսի հունով, որ վնաս չտա քեզ։ Հիմա ես մենք մոտավորապես այդպիսի իրավիճակում ենք գտնվում։ Շատ դժվար է լինելու դիմակայել։ Եվ հիմա իմ սարսափելի առաջարկությունը կայանում է հետեւյալում։ Եթե հնարավոր չլինի հասնել այն բանին, որ Տիգրանաշենը մնա Հայաստանին, Արցախաշենը մնա Ադրբեջանին, ընդդեք 40 կիլոմետրի թվաբանությունը կարելի է կարգավորել իհարկե, ապա մենք պետք է հրաժարվենք նաև Արցախաշենից։ Որպես բողոք, որպես անվստահություն Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից վարվող քաղաքականության, որովհետեւ իրանք չեն ձգտում իրական խաղաղության, իրանք հետապնդում են այն նպատակները, որոնք առավոտից երեկո հնչեցնում են։ Եվ դա կլինի հնարավորություն կարող տալ, որ մենք դեմը առնենք հեղեղի եւ ժամանակը, որ մի 20 տարի, 30 տարի հետաձգենք փախստականների վերադարձի խնդիրը, մինչև որ կայուն խաղաղությունը կհաստատվի։ Բան եք ասում ներողություն։ Դե հիմա պարոն Խաչատրյան, խմբակցությունների ժամանակ ասում էի թաքուն վախենալով խոսում էի, ասում էի, ասում եք մի ասեք, դες բան չկա։ Հիմա սա աշխարհը խոսում է, ես չխոսամ։ Որն է հակառակ ասել։ Որը։ Շնորհակալություն, ժամանակը ավարտվել է։ Որը։
Շնորհակալություն, պարոն Եղոյան, տեղից մի խոսացեք, պարոն Խաչատրյան, ձեզ էլ եմ խնդրում տեղից չխոսել, հաջորդ ելույթի համար մի վարքյան, պարոն Արշակյան, դուք եք ելույթի, ուզում եք, հանել եք, Վահե Ղալումյան, համեցեք պարոն Ղալումյան, դարալություն լրություն, հարգելի գործընկերներ։ Իմիջիալից ձեզ տեղյակ պահեմ, չգիտեմ նկատել եք թե չեք նկատել, բայց ես տեղ կոճակ ունեմ, որով արդեն այլևս հնարավորություն ունեմ բանախոսի, բարձրախոսի ինքնուրույն անջատել, Նենց որ խնդրում եմ հաշվի առնել, որ չստիպեք, 37 թիվն է, չստիպեք ես դա անեմ, շնորհակալություն, խնդրեմ պարոն Ղալումյան։